Հրապարակ է մատուցել կարգելուց եղած քահանան, նախ սրան անդրադառնանք ձեր մեկնաբանությունը։ Անդրադառնալու բան չունեմ, եթե որևէ մեկը ցանկություն ունի մասնակցելու այդ ծեսին, ես որակումներ չեմ տալու այդ մարդկանց, իրենք են իրենց հավատը, իրենց որոշումները։ Անշուշտ տիեզերական մասշտաբի ամոթ է ու խայտառակություն, բայց եթե որոշել են մասնակից լինել, ես հաստատ ոչ իմ խոսքով, ոչ որևէ իմ արարքով չեմ կարող դրանից իրենց ետ պահել։ Կարգալույց եղած քահանան հայտարարություններ է տարածում, ասում է կաթողիկոսն արդեն իսկ կարգալույց է, ժողովուրդը նրան կարգալույց է հռչակել, նա չի կարող ինձ կարգալույց հռչակել։ Դուք որպես ժողովրդի մի մաս, կարծում եք իսկապես այդպես է ժողովուրդը։ Որ ժողովուրդը, որ այն մի բուր մարդիկ, որ այնտեղ էին, մոլորյալները, հա։ Նրա ասածներին մեկնաբանություն տալը ինձ թվում է ամենաանշնորհակալ եւ հիմար արարքը կլինի իմ կողմից։ Կին Ավետիսյան, բայց նաև նշում է, որ եկեղեցու այսպես կոչված ազատագրումը մեկնարկում է, գործի է վերածվում եւ այնտեղ հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գալու են մայրաթոր։ Մենք քաղաքացիներս, եթե օրինակ համաձայն չենք այդ հայտարարությունների հետ, ինչ պետք է անեն, ինչ քայլեր պետք է հաջորդի։ Ես քայլերի հաջորդականությունը տեսնում եմ միայն եկեղեցու հետ համագործակցության շնորհիվ, որ եկեղեցու, չգիտեմ, վերառողջացմանն են մասնակցում հայ առաքելական եկեղեցին, դիվանապետություն եւ ամեն ջես տարածքում է, ես այստեղ չեմ տեսնում որևէ մեկին, որը կկարողանա ինչ-որ բան անել, կամ մի անգամ մենք արդեն այդ հարձակումը տեսել ենք, ավարտը տեսանք։ Ինքը կարող է բոլոր քրիստոնյաներին, չգիտեմ, բանտել, արգելել խոսել, ամեն ինչ կարող է անել իշխանությունը, ինչ ուզում է անի։ Բայց եկեղեցին անջատ է պետությունից եւ դա մեր օրենսդրությամբ հաստատված փաստ է։ Այսքան է եւ ես չգիտեմ, որ եկեղեցին են ուզում, ենթադրում աղանդավորականության հետ մենք գործ ունենք։ Քաղաքական գործիչներն ասում են, որ սա Ադրբեջանից ուղղորդված է, դուք ինչ եք կարծում։ Անշուշտ ուղղորդված է, որովհետև իրենց հոգևոր առաջնորդի հայտարարությունից անմիջապես հետո մեր կառավարությունը անցավ հարձակումների։ Ես կարող եմ ենթադրել, որ այո, կարող է ուղիղ կապ ունենալ։ Կպակման պատգամավորներից մեկը այսօր նշում էր, որ կարծես թե ունեն արդեն հստակ քայլերի հաջորդականություն, ինչպես կմեկնաբանեք, ինչ կարվի ըստ ձեզ։ Կարծեմ 21 թվականի 21-ին էր վերջին ընտրությունները, այո, 21 թվականի ընտրություններից հետո խոսում էին Արցախի դեօկուպացիայի մասին։ Մենք իրենց քայլերի հաջորդականությունը հաջորդիվ տեսնելու ենք։ Ինչպես ամեն ինչ տապալել են, այդպես տապալելու են։ Այսքան։ Շնորհակալ եմ։